ինչ եք կարծում ի վերջո հնարավորություն կտրվի մասնակցել ընտրական process-ներին, այսինքն կհայտնվի ազատության մեջ թե ոչ։ Ճիշտ ասած, ես ոչ միայն հավատում եմ Սամվել Կարապետյանի հաղթանակին որպես վարչապետ, նաև ասեմ ազգային վարչապետ, որտեղ ազգային բարերը է, թող լինի ազգային վարչապետ, այլ նաև հավատում եմ Նարեկ Կարապետյանին, որ շատ հիմնավոր ձևով բացատրեց, ինչպես կարելի է, որ Սամվել Կարապետյանը լինի մեր հաջորդ վարչապետը։ Մենք բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ հավաքված են, ակնկալիքները շատ մեծ են, ինչու, որովհետև մեծ մասամբ հայը ուզում ամենա հայ իր հողում, հայը չի ուզում թրքանա, հայը ուզում որ իր երիտասարդները, տղաները, աղջիկները ամեն ինչով ապահովված լինեն, աշխատանքով էլ, ընտանիքով էլ, բնակարանով էլ, ամեն ինչով։ Իշխանություններն էլ էս նույն գիծը ասում է, որովհետև հայտարարություններ են արվում, ասում է խաղաղությունները ասում է սահմանին կրակոցներ չկան, ասում է ամեն ինչ անում ենք, որ խաղաղ բարեկեցիկ կյանքով ապահովի քաղաքացին, հատկապես ինչը ձեզ չի բավականացնում այս իշխանության դեպքում։ Հատկապես ինչ չի բավականացնում, նա որ թուրքամետ են, թուրքավարակված են, մեզ էլ ուզում են թուրքացնեն, թուրքը լավն է։ Ինչի է թուրքը լավ, ես չեմ հասկանում, դե որ թուրքը լավն է, գնացեք այդ ուրախ ավտոբուսներով Թուրքիա։ Դե որ լավն է գնացեք Բերձոր, Շուշի, Ստեփանակերտ ուրախ ավտոբուսով, լավն է թուրքը։ Թող մենք գնանք այնտեղ։ Չէ՞ որ մենք Արցախում ապրել ենք, չէ՞ որ Արցախը հայկական հազարամյակների տարածք է։ Այդ ոնց է որ Ալիևը գիտի, որ սա ադրբեջանական տարածք է ու այդ անձնավորությունը չգիտի, որ սա հայկական տարածք է, ոնց կլինի այդպեսի բան, չի լինի այդպեսի բան։ Եթե մենք մեր պատմությունը չպահենք, մենք մեր ժողովրդին չպահենք, ինչ է նշանակում, այսքան ժողովուրդը կոտորել է խաղաղություն է, այ քեզ բան։ Այսինքն մի 5000 չկա, հա, չէ, մենք չենք ուզում, մենք ուզում ենք Սամվել Կարապետյանը որպես ոչ միայն երկրի վարչապետ, այլ նաև մեզ թևթիկունք, ամենք է իրան ենք թևթիկունք ուսուսի, կողքի, Սամվել Կարապետյան ջան, սպասում ենք ձեզ։ Տեսեք, իշխող կուսակցության անդամներն ասում են, որ իրենց ներկուսակցական քարոզարշավի ժամանակ նաև հասկացել են, որ իրենք 65 եւ ավել տոկոս ձայն ունեն, ինչ եք։ Ով մենք Ես իշխողի հետ գործ չունեմ, իշխողը թող Թուրքիայի հետ գործ ունեն, այս նա հետ ինչ գործ ունեմ։ Թող այդ մարդիկ հույս ունենան, ես չեմ ասում, որ թող չունենան, թող հույս ունենան, թող թուրքը գա իրանց հարևանը, իրանց ընտանիքի անդամ դառնա, ես դրանց հետ ինչ գործ ունեմ։ Մենք ենք հավաքելու 80% ձայն, Սամվել Կարապետյան ջան, 80% ձայն ենք հավաքելու ու ձեր կողքին ենք եղնելու։ Եվ ինչ ակնկալիք ունեք այսօր դատարանից, կշարունակվի արդյոք նա մնալ տնային կալանքի տակ, թե գուցե դատարանը ամեն դեպքում որոշում կայացնի ազատել։ Ճիշտ ասած, այս իշխանություններին խիղճ ասել, ամոթ ասել բառերը ավելորդ է, նրանք երևի ավելի շատ թուրքական բառեր գիտեն, հայկական բառերի իմաստն չգիտեն, բայց բնականաբար բոլորս էլ ակնկալիք ունենք, որ արդար դատարան կլինի, չնայած երեք բողոքել էր, որ արդարություն չկա մեր երկրում, ինչ որ մեկը, որ իրան մաֆիոզի տեղ է դրել, բայց ես ձեզ ասեմ անպայման Սամվել Կարապետյան մեր կողքն է լինելու, մենք գնալու ենք առաջ, որովհետև ուժեղ Հայաստան նշանակում է ուժեղների երկիր, մենք ուժեղ ենք։